Մայիսի 1-ն է։ Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Երևանի Գարնանային զբոսանք Երևանի կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից ու բավականին հեռացել այգու տարածքից։ Թե ինչպես է կենդանին դուրս եկել վանդակից եւ հայտնվել ճանապարհին, դեռևս հայտնի չէ։ Քաղաքացիները սպասում են, մինչ այգու աշխատակիցները արձագանքեն եւ զեբրին վերադարձնեն իր կեցավայր։ Բարեբախտաբար մոտակայքում գտնվող քաղաքացիներն արագ արձագանքել են ու կենդանուն ոչինչ չի պատահել։ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ ձայնով ընդունել է Հայաստանի ժողովրդավարական ընթացքի ու եվրոպական ձգտումներին սատարող բանաձև։ Փաստաթղթում կարևորվում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը։ Բանաձևը վերահաստատում է աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսությանը եւ Հայաստանի տնտեսական դիմականության բարձրացմանը։ Անվտանգային համատեքստում Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում եւ սատարում է ինքնիշխանության հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը։ Միաժամանակ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից իրականացվող ապատեգատվական եւ կիբերհարձակումները։ Դոնալդ Թրամփը խուսափել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանել, հայտարարելով, որ բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ նախագահի խոսքով Իրանը մեջբերում մեռնում է համաձայնագիր կնքելու ցանկությունից։ Մեջբերման ավարտը։ Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը չի հիշել ի սկզբանե ով է սկսել բանակցային գործընթաց, ով է ձեռնարկել համապատասխան քայլեր դրա իրականացման համար։ Իսլամական Հանրապետությունը նախքան բանակցությունների գնալը շեշտել էր. եթե լինի որևէ հարված Իրանին, եթե որևէ մեկը փորձի խախտել երկրի ինքնիշխանությունը կամ պարակտություն մտցնել ղեկավարության ու ժողովրդի միջև, ստիպված կլինի շատ թանկ հատուցել դրա համար։ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը եւ իր խաղերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, հայտարարել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ դեմ չէ Իրանի մասնակցությանը, քանի որ մեջբերում Ինֆանտինոն այդպես է ասել։ Եթե Ինֆանտինոն FIFA-ից այդպես է ասում, ես համաձայն եմ։ Մեջբերման ավարտը։ Սպիտակ տան ղեկավարը իհարկե դեմ չէ, որ իր թշնամի երկրի թիմը իր նախագահությամբ երկրում մասնակցի առաջնության, սակայն հաղթելու վերաբերյալ արտահայտել է կոշտ դիրքորոշում։ Թրամփի խոսքով Իսլամական Հանրապետության հաղթանակի դեպքում պետք է անհանգստանալ։ Չգիտեմ լավ թիմ ունեն թե ոչ, բայց թող խաղան, հեգնել է խաղաղության ջատագովը։ Ի դեպ FIFA-ի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Միացյալ Նահանգներում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Հեզբոլլահի արձակած անօդաչու սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 12 զինծառայող։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, զինամթերքը պայթել է։ Ըստ Ցախալի, Հեզբոլլահը վերջին շաբաթներին սկսել է պարբերաբար կիրառել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համար դժվար խոցելի տեխնոլոգիաներ, փորձելով շրջանցել իսրայելական պաշտպանական համակարգերը։ Այնինչ արվում է ռազմածովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակությունն է միազգի դեմ, որը վճռում է իր դիմադրության եւ անկախության գինը։ X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Աշխարհն ականատես է եղել Իրանի հանդուրժողականությանն ու հաշվետվողականությանը։ Այս ճնշող մոտեցման շարունակությունն անընդունելի է, ընդգծել է նախագահը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այսօր արձանագրվել է Իրանի հետ կապ ունեցող միայն մեկ լցանավի մուտքը Պարսից ծոց, որից օրվա ընթացքում որևէ նավի ելք չի գրանցվել։ Մինչդեռ նախորդող օրը գրանցվել է Պարսից ծոց 2 բեռնատար նավի մուտք եւ 3 նավի ելք։ Դրանց մեծամասնությունը կապ ունեն Իսլամական Հանրապետության հետ։ Մինչև ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը ներկայանում է օրենսդիրների առջև պաշտպանելու Պենտագոնի 1.5 տրիլիոն դոլար կազմող հսկայական բյուջետային հայտը, Իրանի հետ հակամարտության շատ ավելի թանկ իրականությունն ավելի հստակ է դառնում։ Պատերազմի իրական գինը մոտ է 50 միլիարդ դոլարին, համաձայն ներքին գնահատականներին ծանոթ ԱՄՆ պաշտոնյաների։ Սա մոտավորապես 2 անգամ գերազանցում է նախորդին Պենտագոնի հնչեցրած պաշտոնական գնահատականը։ Ըստ աղբյուրի, սակայն այդ թիվը լիովին հաշվի չի առնում վնասված կամ ոչնչացված տեխնիկան, ինչպես նաև վնասված ամերիկյան ռազմակայանները։ Ինչպես փոխանցում է CBS-ը, 25 միլիարդ դոլարի ցուցանիշը հիմնականում վերաբերում է օգտագործված զինամթերքի ծախսերին։ Президент Путин всегда Այս պահին խոսք չկա Ադրբեջանը որպես ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հարթակ օգտագործելու մասին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա մեկնաբանել է օրեր առաջ Ադրբեջան այցելած Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ադրբեջանում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։
Ведется напряженная работа в этом. Անդրադառնալով մայիսի 9-ի հրադադարին, Պեսկովը նշել է, որ Զելենսկու պատասխանը հարկավոր չէ։ Դա եղել է Պուտինի հայտարարությունը եւ այն կիրականացվի։